Ծեծի ենթարկելու պատճառը ձեզ համար պարզ է, դուք հասկացել եք։ Մանրամասն կներկայացնեմ, ամբողջ պատմությունը մանրամասն կներկայացնեմ։ Ծեծի պատճառը եղել է ըստ էության նախորդ օրը Նալաչիայի քննչական բաժնի կամ ոստիկանության բաժնի, դրանք շենքում ոստիկանության բաժնի դիմաց տեղի ունեցած միջադեպը, ըստ էության վիճաբանություն եւ քաշքշուկ տեղի ունեցել Նալաչիայի բաժնի երկու քննիչների մի կողմից եւ նշված բաժնի դիմաց խանութ կա ավտոպայուսամասերի դրա սեփականատիրոջ միջեւ, որի արդյունքում քննիչները ծեծի են ենթարկել այդ անձին, իսկ այդ անձը հանդիսանում է միաժամանակ Սարգիս Բագրատունյանի հորաքրոջ ամուսինը եւ բացի դրանից էլ հարակից տներում են, նույն փողոցի վրա գտնվող տներում են բնակվում, միաժամանակ հարևաններ են։ Սարգիս Բագրատունյանը հանդիպում այդ երկու քննիչների հետ, հասկանալու համար ինչն է պատճառը, որ ծեծի են ենթարկել, այդ ընթացքում քննիչների կողմից լկտի պահվածք է եղել, արհամարական լկտի եւ այլն, որի արդյունքում ըստ էության որին միջամտել են նաեւ տվյալ տարածքի բնակիչները եւ քաշքշուկ առաջացել։ Այդ քաշքշուկի հետ կապված 3 առավոտյան Սարգիս Բագրատունյանին ձերբակալում են եւ տեղափոխում են Երևանի քննչական վարչություն։ Երևանի քննչական վարչությունում նշված դեպքի հետ կապված ըստ էության վարչության պետը Ռաֆել Վարդանյանը իմ տեղեկություններով վարչության բաժիններից մեկի պետ Այվազյանը եւ մեկ աշխատակից վարչության անունը այս պահին ես չգիտեմ, պաշտոննել չեմ իմանում, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել պաշտոնյալից հասցեին, որ քննիչս ծեծում արա սենսու հայհոյանքով այդ ամեն ինչը, որից անմիջապես հետո բռնության են ենթարկվում, ուղղակի ծեծում են պաշտոնյալին։ Այդ տեղեկատվությունը հասնում է իմ պաշտոնյալի եղբորը, ով գալիս ինձադիմում, ես անմիջապես մեկնում եմ Երևանի քննչական վարչություն, հասնելով տեղ, ասեմ դες, որ մոտ 1 ժամից ավել, ինձ թույլ չեն տալիս նույնիսկ շենք մտնել, դուռը ներսից փակել էին ուղղակի, որպեսզի ես չմտնեմ։ Թույլ չէին տալիս, որ ես մտնեմ, ներգրավվեմ որպես պաշտպան, իրականացնեմ իմ լիազորությունները օրենքին համապատասխան։ Ես ներսից տեղեկատվություն եմ ստանում, որ պաշտպանյալից ինքնազգացողությունը վատացել է այդ բռնության արդյունքում եւ շտապօգնություն եմ կանչում։ Շտապօգնության բրիգադը գալիս է Երևան քաղաքի վարչություն եւ իմ հետ միասին մոտավորապես 40 րոպե եւս դրանց հնարավորություն չեն տալիս, որպեսզի պաշտպանյալին տենան, հետազոտեն, զննեն, ուսումնասիրեն, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանան։ Կրկնում եմ, մոտավորապես 40-ից 50 րոպե։ Բժիշկները չեն կարողանում տեսնել։ Ես ստիպված զանգում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Զանգիս վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայանում են Երևանի քննչական վարչություն, ներկայանում է պարոն Մարտիրոսյանը, իմ տեղեկություններով քրեական գործերի հետ կապված վարչություն կա այնտեղ եւ այդ վարչության ղեկավարն է պարոն Մարտիրոսյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ իմ օրդորների պահանջների արդյունքում վերջապես բժիշկները եւ ես կարողանում ենք հանդիպել մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ ներկայությամբ։ Այսինքն մինչ այդ թույլ չեն տվել, որ նույնիսկ փաստաբանը մտնի քննչական վարչություն։ Ես կրկնում եմ եւ ֆանդում եմ եւ դրա հաստատող փաստերը արձանագրված են նաեւ շենքի 4 կամա տեսախցիկներով լի հագեցած տարածք է այդ բակը, այնպես որ դա շատ հեշտ է հաստատել, թե ինչքան ժամանակ ինձ թույլ չեն տվել, որ ես տեսացրեմ իմ պաշտպանյալը։ Ոստիկանը բարձրաստիճան պաշտոնյա է, թե շարքային ոստիկան։ Իմ պաշտպանյալս հանդիսանում է Եղվարդի ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր կոչումով մայոր, գործող ոստիկան է, պատերազմի մասնակից,
բավականին շատ խրախուսանքների ենթարկված ծառայող եւ ըստ էության ասում գործող ոստիկան։ Եվ շարքային չի էլ ամեն դեպքում մայորը շարքային չի կարող լինել, մայորը բավականին բարձր կոչում է։ Ապա ևս ոստիկանական համակարգում։ Հասնում ենք նրան, որ տեսակցում ենք իմ պաշտպանյալին, բժիշկները զննում են նրան, բժիշկները արձանագրում են թևի հատվածում, ձախ թևի ներսի հատվածում, ուսից ներքև։ Սալջարդ, փափուկ հյուսվածքների եւ բացի դրանից պաշտպանյալը զանգատվում է կրծքավանդակի եւ մեջքի հատվածում սուր ցավերով։ Այսինքն ճիշտ հասկացա, կենցաղային վեճ է եղել, որի շարունակությունը տեղի է ունեցել վարչությունում։ Եվ այո, վարչությունում վարչության պետի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարմամբ տեղի է ունեցել բռնություն իմ պաշտպանյալի հանդեպ։ Ես գլխի եմ ընկնում, ինչի չէին ուզում, որպեսզի թե ես, թե բժիշկները հանդիպենք։ Սարգիս։ Որպեսզի այդ ընթացքում հասցնեն բանակցել ոստիկանության աշխատակցի հետ։ Համոզեն, միգուցե սառը թռչոցների միջոցով փորձեն վնասվածքների տեսողական հատվածները վերացնեն։ Ամեն պատճառ կարա լինի, բայց փաստը մնում է փաստ, որ ես մինչև շտապօգնությունը մոտավորապես 1 ժամ եւ շտապօգնությունը գալուց հետո մոտավորապես 40 րոպե շտապօգնության աշխատակիցների հետ միասին ուղղակի չէին կարողանում տեսակցել իմ պաշտպանյալին։ Ձեր պաշտպանյալը ըստ տեղեկությունների կենցաղային վեճի ժամանակ հարվածել է քննիչներին։ Տեղեկությունը որքանով է ճիշտ։ Ես այդ տեղեկությունը չեմ հաստատում։ Նման բան չի կարող լինել, իմ պաշտպանյալը նման հանգամանքները հերքել է։ Եղել է ուղղակի զրույց, որովհետև նորից եմ կրկնում, քննիչները լկտի են պահել իրանց այդ անձի նկատմամբ, իսկ այդ անձի հետ ունեցել է եւ բարեկամական եւ հարևանական հարաբերություն։ Այսինքն քննիչները ցանկացել են կայանել մեքենան մի վայրում, որտեղ թույլ չի տվել տվյալ քաղաքացին, քանի որ հանդիսացել է իր տարածքը։ Ոչ թե իր տարածքը, տեսեք, դուք այդ տարածքին ծանոթ եք Մալաչիայի բաժնի հատվածին։ Եթե ծանոթ եք, պիտի տեսած լինեք, որ ինքը փողոցը այն տեսակի է, որ այդտեղ անընդհատ կայանված մեքենաներ կան եւ այդ խանութը այդ մի խանութն է այդտեղ։ Եվ մարդը ցնցրել է, ասել է «Տեր ջան, ինչ կլինի, այստեղ մի կանգնացեք, որովհետեւ իմ հաճախորդներին հնարավորություն չեք տալիս, էլի որ խանութ այցելեն։ Այդ մեքենան այստեղ կանգնացնեն»։ Դրանի պատասխան իմ տեղեկությունները, որքանով որ ես եմ տիրապետում, պատասխանը եղել է, մենք ստեի քննիչներն ենք, ինչ որ ուզենք կկանգնացնենք, որտեղ ուզենք կկանգնացնենք, բան ու համապատասխան լեկտի ձևակերպումներով ու պահվածքով։ Եվ ծեծի են ենթարկում այդ անձին, հենց այդտեղ խանութի դիմաց։ Այդ դիմացը որ եղել է, այդ ծեծի հետ կապված է եղել։ Իսկ ոստիկանության աշխատակիցը քննչականում ինչ կարգավիճակում էր գիշերը։ Ձերբակալվածություն։ Այսինքն ոստիկանությունը իր աշխատակցին ձերբակալել եւ հանձնել է քննչական կոմիտե։ Այդպես չի եղել։ Նախ ձերբակալությունը չի կարող ոստիկանության նախաձեռնությամբ լինի, եթե այդ պահին հանցագործություն չեն բացահայտել հենց այդ պահին։ Այսինքն անձը այդ պահին հանցագործություն կատարում, այդ ժամանակ կարող ոստիկանը ձերբակալել։ Մնացած բոլոր դեպքերում դա քննչական մարմնի ցուցումն է, բանվորությունն է, որոշումն է եւ այլն։ Այսինքն ճիշտ հասկացա, որ նախաքննական մարմինը ձերբակալության որոշում է տվել ոստիկանությանը, որպեսզի օրենքի դաշտում հարթի նրան ձերբակալեն բերեն եւ նրան ձերբակալել բերել։ Բերել են ու ծեծի են ենթարկել։ Բերել են բաժին, քննչական վարչություն, կներեք։ Քննչական այն իմաստով, որ քննչական գործողություն պիտի տեղի ունենա։ Եվ քննչական մարմնում, քննչական վարչության ղեկավարի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ տեղի ունեցել բռնություն։ Պաշտպանյալից վրա առկա են մարմնական վնասվածքներ, նրան ավելին ասել, նրանք որ բերում են քննչական վարչություն, իմ պաշտպանյալը համազգեստով է լինում։ Այսինքն քննչական մարմինը քաջատեղյակ է լինում, որ քննչական գործողությանը պետք է մասնակցի ոստիկանության գործող մայոր։ Եվ վարչության պետը ներս է մտնում քննիչներից մեկի սենյակ, որտեղ գտնվում է իմ պաշտպանյալը հայհոյանքով ձևակերպումը, որ արա այս քննիչը ծեծում,
ու սկսում են հարվածել։ Այսպես է եղել դեպքը։ Դրանից հետո, երբ որ շտապօգնության մեքենան գալիս է, վերջապես կարողանում ենք տեսնենք իմ պաշտպանյալին, շտապօգնության աշխատակիցները հետազոտում են, վրան վնասվածքը հայտնաբերում են եւ ցույցում են տալիս, որ առնվազն պիտի ռենտգեն արվի կրծքավանդակի հատվածը։ Դրանից հետո մոտ 40-ից 50 րոպե քննչական մարմինը թույլ չէր տալիս, որպեսզի շտապօգնությունը տեղափոխի։ Չեք տանելու եւ վերջ։ Շատ կոպիտ ու չոր եղանակով չեք տանելու։ Մարտիրոսյանի պաշտպանի գրասենյակի իմ պահանջների արդյունքում վերջապես տեղափոխում ենք Միքայելյան հիվանդանոց, որտեղ բավականին երկար հետազոտում է անցնում, կապ են անում, համակարգչային տոմոգրաֆիա անցնում պաշտպանյալը, ճիշտ է, արտաքուստ այլ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերում, բայց ինչպես բժիշկը ինձ հայտնեց, որ տեսպայդությամբ առերևույթ առկա չեն տեսողական վնասվածքներ, բացի այդ թևի տակի եղած սալջարխից եւ կապտուկներից։ Բացի դրանից տեսպային առկա, բայց հնարավոր է թաքնված վնասվածքներ լինեն, որոնք կարան արտահայտվի մի օր կամ երկու օր հետո։ Ներքին օրգանների մասին, եւ այդ դեպքում օրդորեցին, որ եթե այդպես ցավեր կլինեն, անմիջապես կլինիկա ներկայանա։ Հիմա որտեղ է գտնվում ձեր պաշտպանյալը։ Իմ պաշտպանյալը այս պահին գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Իմ պաշտպանյալի ամբողջ համազգեստը պատառոտված է։ Ընդ որում այսօր ես պահանջել եմ, որպեսզի գրական վարույթի շրջանակներում առգրավեն պաշտպանյալին։ Այսինքն ճիշտ հասկացա, որ համազգեստը հակին քաշել, ճղել, պոկել են ոստիկանի համազգեստը։ Այո, թևատակերը համազգեստի ամբողջովին պատրված է, կրծքավանդակի հատվածում պատրված տեղեր կան։ Համազգեստի եւ այդ համազգեստը իր տիրապետության տակ է, որտեղ քննչական մարմին խնդրել են, որպեսզի արգրավեն եւ կցեն գործին քրեական վարույթին, քննչական մարմինը ասաց մենք դրա կարիքը չունենք։ Բազա չունեն, որտեղ դրանով հիմնավորվում է բռնությունը։ Տեսեք, ես ուզում եմ հետեւյալ հարցը տամ։ Ձեր պաշտպանյալը դեպքի վերաբերյալ հաղորդում ընդունելու փոխարեն ինքն է փորձել հարթել իրավիճակը, հաշվի առնելով, որ կռվի մասնակիցներից մեկը իր մերձավորն է։ Այս իրավիճակում արդյոք իմ պաշտպանյալը հաշվի առնելով, որ մյուս կողմը հանդիսանում է իրավապահ համակարգի անձինք, առնվազն 2 միջին։ Փորձել է հարթեցնել իրավիճակը, որտեղ ինքը նույնպես իրավական համակարգի ծառայող է։ Ինքը գերատեսչություն չէ, բայց այնուամենայնիվ իրավապահ համակարգի ծառայող է։ Փորձել է հարթեցնել, բայց քննիչների կողմից հանդիպել է ակնհայտ արհամարհական եւ լեկտիվ հաղվածքի։ Այդ թվում բանավոր, այդ թվում շարժուձևի, միմիկայի եւ այլն, էլի ձեռքերի շարժերի միջոցով եւ այլն։ Այսինքն պատմել ակնհայտ արհամարհական վերաբերմունք դիմացինի նկատմամբ։ Հիմա ինչ ակնկալիք ունի ձեր պաշտպանյալը այս պահին գտնվելով ԶՊՎ-ում։ Տեսեք, ես այսօր առավոտյան հաղորդում եմ տվել Զեյթունի ոստիկանության Զեյթունի բաժնում պաշտպանյալից խոշտանգելու եւ բռնության ենթարկելու վերաբերյալ մատնանշելով կոնկրետ Երևան քաղաքի քննչական վարչության պետին, վարչության բաժիններից մեկի պետ Այվազյանին եւ եւս մեկ աշխատակցի, ավելին ասեմ, այդ դեպքին ներկա են եղել անձինք, ընդ որում ոստիկանության ծառայողներ, ովքեր որ տեղափոխել են պաշտպանյալը։ Այդ թվում ներքին անվտանգության ծառայությունից ոստիկանության եւ այլն։ Մատնանշել եմ հաղորդման մեջ նշված անձանց։ Այսինքն դա նշանակում է, որ ամեն դեպքում պիտի հարուցվի քրեական վարույթ, որի ընթացքում պիտի գնա քննություն դեպքի վերաբերյալ։ Այսինքն նավի աշխատակիցները չեն փորձել կանխել ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնությունը։ Գիտեք, որ քննչական գործողություն իրականացնելու ժամանակ քննչական գործողությանը պիտի մասնակցեն միայն գործողության մասնակից անձինք, այսինքն քննիչ, մեղադրյալ, կասկածի, ձերբակալված, ուժով եւ այլն, ովքեր որ նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքով։ Հետևաբար քննչական սենյակի դուռը փակ է եղել։ Երբ որ բռնության է ենթարկվել պաշտպանյալը փորձել է սենյակից դուրս գալ եւ նրան թույլ չեն տվել դուռը անընդհատ փակել։ Ամեն դեպքում դուռը դրսից են փակել, թե ներսից են փակել։ Ներսից։ Ամեն դեպքում
քննչական մարմնի առաջի հարկի միջանցքը տեսանկարահանվում է երկու կողմից, մեկը մուտքի կողմից, մեկը դրա դիմացի հատվածից։ Հետևաբար ես այդ բոլորը շատ հեշտ է հիմնավորել, հաստատել, ընդհանրապես անհրաժեշտ է որ քննչական վարչությունից պահանջվի եւ ստացվի տեսաձայն դրություն։ Դուք կարող եք մատնանշել գործող անձանց շրջանակը, վարչության պետից բացի ել ովքեր են մասնակցել։ Մասնակցել, Այո։ ցեցին մասնակցել են այդ 3 հոգին։ Ովքեր։ Վարչության պետը անձամբ։ Վարչության բաժիններից մեկի կոնկրետ բաժնի անվանումը չեմ ունենում, բաժիններից մեկի պետն է կամ պետի տեղակալը Այվազյան ազգանունով։ Եվ եւս մեկ անձ, ում տվյալները ես չգիտեմ, իմ պաշտպանյանն էլ չգիտի, բայց եթե ասենք տեսնի միանշանակ ճանաչելի։ Շատ բարի, շնորհակալ եմ շատ, պարոն Մարտիրոսյան։ Պարոն Մարտիրոսյան, ալո։